Արցախի հարց, գերիներ ու հանցագործության մասին երկու հաղորդում։ Արցախցիներ արտգործնախարարության այնուհետև դատախազության դիմաց էին։ Արցախի հարցը չպետք է փակվի, եւ դրա համար մեկ պատասխանատուն արտգործնախարարությունն է, վստահեցնում է Արտակ Բեգլարյանը։ Հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ։ Հիշում եք նաև, կարծեմ փետրվարի 28-ին գերիների վերաբերյալ արտգործնախարարության հայտարարությունը, որ 1.5 տարի շարունակ նմանատիպ հայտարարություն չէր եղել, ինչու եղավ, որովհետև կար հանրային ճնշում։ Եվ այդ հանրային ճնշմանը համապատասխան որոշակի գործողություններ տեղի են ունենում։ Գերիների վերադարձի հարցը նույնպես պետք է մնա օրակարգում։ Ալավերդյանի խոսքով Բաքվի բանտերում տեղի ունեցողը միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է։ Առաջին մարդու իրավունքների պաշտպանը պահանջ է ներկայացրել արտաքին գերատեսչությանը։ Պահանջում ենք արտգործնախարարությունից դադարեցնել այն անիմաստ խոսակցությունները, որ մենք ինչ անում ենք, գաղտնի ենք անում։ Ձեր գաղտնի արածների պատճառով է, որ այսօր Ադրբեջանում են գտնվում այդ անձինք։ Պահանջում ենք օր առաջ նեյտրալ պետության դիմել, թեկուզ նույն Շվեյցարիային, դիմել բոլոր բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ ունեցող պետություններին։ Օր առաջ Հավաքվածները իշխանությանը հիշեցրել են նախընտրական խոստումների մասին, որում ընդգրկված է արցախցիների իրավունքի պաշտպանության ինքնորոշման հարցը, ընդհուպ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան։ Սակայն իրավապաշտպանի խոսքով սա էլ է իշխանության միայն թղթի վրա մնացած խոստումներից։ Նրանք հավաստիացնում էին, որ արցախցիների հավաքական վերադարձի ապահովումը ԱԳՆ-ի օրակարգում է, երբ որ պետք է, երբ որ իրենց այդպես է անհրաժեշտ, հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայեցում է իօգուտ հայկական շահի, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել, օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար։ Թույլ չենք տալու, որ եւս մեկ անգամ ստեք ժողովրդին։ Հավաքվածները այրել են քաղաքացիական պայմանագրի 2021-ի նախընտրական ծրագիրը։ Այնուհետև հավաքվածները գնացին դատախազություն, հաղորդում են ներկայացրել իրենց դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ եւ պահանջում են բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթի ընթացքի մասին։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, Էդիկ Մալաքյան, ABC Media։